Քիչ առաջ տեսա, որ Տաշիր Սամոյի թիմը տնտեսական հեքիաթներից անցել է արդեն պաշտպանական ոլորտի մասին հեքիաթներին ու կներեք մի տեսակ չդիմացա։ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբոր տղան դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ փորձում է պատմել, թե ինչ կարևոր է զինվորների անհատական պաշտպանությունը, ինչ կարևոր ծրագրեր ունեն իրանք այդ ուղղությամբ։ Ժողովուրդ ջան, ձեռ եք առնում, ում եք ձեռ առնում։ Ինձ եք ձեռ առնում, մեզ եք ձեռ առնում, ժողովրդին եք ձեռ առնում, ում եք ձեռ առնում։ Նարեկ ջան, քո հայրը տասնամյակից ավել երևի եղել է հանրապետական խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցության падգամավոր, Սերժի իշխանության կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Հետ եղել է մի օր նստես, ասես, պապ ջան, լավ ես արել, ինձ ու 3 եղբորս բանակից ազատել եք, ասենք ինչ որ տարօրինակ տեղեկանքներով բանում։ Լավ եք արել, ազատել եք։ Բախի են մեր զինվորների պաշտպանվածության հիմնական միջոցները կոնսերվի բանկեքը հիմա սահմանում։ Հեչ այդ հարցը տվել ես։ Հեչ այդ հարցը տվել ես, խիա ձեր ընտանիքը առհասարակ նման պայմաններում պահել Հայաստանի զինվորներին, որտեղ պաշտպանվածության հիմնական միջոցը եղել է կոնսերվի բանկեն։ Խիա 1930-ականների արտադրության KS-19-ներով զինված եղել մեր բանակը ձեր իշխանության ժամանակ։ Դե հիմա որ այս հսկայական ամրաշինական բունկերները տեսել եք այս նորագույն ռազմական տեխնիկան, որը գնում են կանխորոշակներդ բացվել է։ Լուրջ եք ասում։